Ռուսաստանում ջերմուկ հայկական ջրերի 1,338,000 շշի վաճառքի արգելքը Հայաստանի վարչապետն ու էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը քաղաքական հաշվեհարդար չեն համարում Հայաստանի դեմ։ Ջերմուկի արտահանման մասով Ռուսաստանում խնդիրներ առաջացան, սա կապված է ընտրական գործընթացի հետ։ Ինչ վերաբերում է արտահանման հետ կապված խնդիրներին, ժամանակ առ ժամանակ այդ հարցերը ծագում են եւ լուծվում են եւ համոզված եմ, որ հերթական անգամ հարցեր միշտ էլ առաջանում են բոլոր ուղղություններով։ Նորմալ է, ամեն բոլոր հարցերն էլ կլուծվի։ Այդպիսի հարցեր ենք լուծել։ Քաղաքական ենթատեքստ տեսնում եք։ Չկա, չեմ տեսնում, կլուծենք։ Ռուսաստանի սպառողների պաշտպանության պետական մարմինը Ռոսպատրեբնադզորը հայտարարել էր, որ ջերմուկի որոշ խմբականակներում պարտադիր պահանջների խախտումներ կան եւ դրանք կարող են վնասել սպառողների առողջությանը։ 2024-ին ռուսական կողմը կրկին կասեցրել էր ջերմուկի որոշ խմբականակների վաճառքը, երբ Հյուսիսային Օսիայում 65-ամյա տղամարդը մահացել էր ըստ նրանց վարկածի ջերմուկ խմելուց հետո։ Ռուս իրավապահները պնդել էին, թե շշում քացախաթթու է եղել։ Այդ ժամանակ Հայաստանի սննդի անվտանգության տեսչական մարմինը հակադարձել էր։ Ստուգումներ են արել ջերմուկի մայր գործարանում եւ ոչ մի խախտում չեն հայտնաբերել։ Ջերմուկ գրուպն այդ օրերին հերքել էր այս ամենն ու հայտարարել, իրենց որևէ աշխատակից անգամ մեղադրյալի կարգավիճակ չունի։ Իսկ վերջին մեկ շաբաթվա ընթացքում նրանք լուռ են, ոչ զանգերի են պատասխանում, ոչ պաշտոնական հայտարարություններ տարածում։ Էկոնոմիկայի նախարար Պապոյանը սակայն վստահ է ջերմուկի որակը բարձր է։ Ես ինքս հավատացած եմ, որ ջերմուկը բարձր որակի է, համապատասխանում է բոլոր ստանդարտներին եւ ես բացարձակ կասկած չունեմ, որ ջերմուկի հարցը լուծվելու է եւ մենք շարունակելու ենք տասնյակ հարյուրավոր միլիոն հատերով ջերմուկ արտահանենք։ Հայաստանի սննդի անվտանգության տեսչական մարմնից դեռ պնդում են ռուս գործընկերներից օրեր շարունակ պաշտոնական բացատրություն չեն ստանում, բայց իրենք այս անգամ նույնպես ինքնուրույն են որոշել ստուգումներ անել ջերմուկի գործարանում։ Եվ արտադրությունից եւ իրացման ցանցից վերցված նմուշները փորձաքննության կենթարկվեն եւ անկախ այն հանգամանքից դրանք ինչպիսին կլինեն, պատասխանները մենք անպայման կհրապարակենք։ Նա լաբորատոր փորձաքննությունը հիմնականում տևում է 5-ից 7 օր։ Նախորդ ամիս Փաշինյան-Պուտին լարված հանդիպման ընթացքում Ռուսաստանի ղեկավարը մի քանի անգամ Հայաստանի վարչապետին հիշեցրել էր, թե որքան կարևոր է ռուսական շուկան Հայաստանի համար։ Չնայած հայ պաշտոնյաները չեն կարծում, որ այս հանդիպումից հետո ռուսական շուկայում հայկական բիզնեսների գլխին սև ամպեր են կուտակվում, այդուհանդերձ ռուս գործընկերները ոչ ՍԱԱՏՄ-ին, ոչ էլ էկոնոմիկայի նախարարությանը չեն տեղեկացնում, ինչ խնդիր կա ջերմուկի հետ։ Իսկ ինչու Հայաստանից չեն դիմում ռուս գործընկերներին։ Քանի որ չենք ստացել պաշտոնական նամակ Ռուսաստանի Դաշնության որևէ պետական մարմնից, ասենք օրինակ Ռոսսելխոզնադզորից, Մինէկոնոմից, որևէ տեղից չենք ստացել։ Հետևաբար ես չեմ կարող մեկնաբանել ու չեմ կարող որևէ բան այդ մասով ասել։ Չեմ դիմել, որովհետև ընկերությունն էլ դեռ մեզ չի դիմել։ Հետևաբար, երբ որ ընկերությունը կամ պետական որևէ մարմին, այսինքն որևէ պաշտոնական օղակ կդիմի մեզ, մենք միանգամից կարձագանքենք։ Ռուսաստանի պետական մարմինները հայտարարում են օֆլայն ու օնլայն խանութներից հավաքել են ջերմուկ հանքային ջրերը։ Ազատության ֆեյսբուքյան հարցմանն արձագանքած Ռուսաստանում բնակվող օգտատերերի մի մասը հաստատել էր, որ նախկինի պես բոլոր խանութների դարակաշարերում չեն տեսնում հայկական հանքային ջուրը։ Ոմանք էլ ոչ միայն տեսել, այլև գնել էին թե օֆլայն, թե օնլայն։ Ջերմուկը Спасибо. Ջերմուկի շուրջ ծավալված այս աղմուկից հետո օրվա ընթացքում հաջորդ լուրը տարածվեց։ Օնլայն առևտրի ռուսական հարթակները Վայլդբերիսն ու Օզոնը դադարեցրել են հայաստանյան ընկերությունների վաճառքները։ Տարոն Պապիկյանը, որ հազարավոր մարդկանց սովորեցրել է, թե ինչպես իրենց ապրանքը ռուսական այս պլատֆորմներում վաճառեն, իր բազմահազարանոց լսարանին մատչելի բացատրեց։ Բոլոր այն դեպքերում, երբ հայկական ընկերությունը Վայլդբերիսում կամ Օզոնում վաճառում է FBO տարբերակով Ռուսաստանից, այսինքն ապրանքը պահեստավորված է Վայլդբերիսի եւ Օզոնի ռուսաստանյան պահեստներից, առնվազն այս պահի դրությամբ որևէ խնդիր չկա։ Ռուսաստանում որոշ ապրանքների մաքսազերծման ժամանակ կիրառվում են լրացուցիչ ստուգումներ եւ վերահսկողության նոր ընթացակարգեր։ Իր պաշտոնական հայտարարությունում նշել էր Վայլդբերիսն ու հիշեցրել, որ ապրիլի 20-ից Ռուսաստանը փոխել է մաքսային ձևակերպման կանոնները։ Վաճառողներից պահանջվում է լրացուցիչ փաստաթղթեր անհրաժեշտ թարմացված ընթացակարգերի շրջանակներում։ Կարճ ասած, տնտեսվարողը պարտավոր է ապրանքի ծագումնաբանությունը
ներկայացնել։ Ռուսաստանի պահեստներում արդեն արկա ապրանքները շարունակում են իրացվել սովորական ռեժիմով, իսկ վաճառողները պահպանում են Հայաստանի ներքին շուկայում գործելու հնարավորությունը։ Ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը պնդում է, հանդիպել են ավելի քան 50 հայ ձեռնարկատերերի հետ ու ներկայացրել խնդիրները։ Վստահեցնում են, կապի մեջ են գործընկերների եւ համապատասխան կառույցների հետ ու հետևում են իրավիճակի զարգացմանը։ Պաշտոնական այս հայտարարություններին զուգահեռ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Facebook-յան իր էջում 4 փաստ նշելով կատարվածում ընդդիմադիր երկու ուժերի մեղադրեց։ Խնդրից հատկապես ուրախացել ու հրճվում են այդ երկու ուժերին սատարող ռևանշիստները։ Տասնյակներով արդեն ինքնահրճվում են այն փաստից, որ հայ արտադրողի համար խնդիրներ են ստեղծվել։ Փաստ 3. Այս հարցն էլ ենք լուծելու։ Դուք այսօրվան հասակ ամիսներ շարունակ այլ երկրների չինովնիկներին Հայաստանի վրա դանոս գրելով։ Հայաստանի ու հայ արտադրողի վրա օտար երկրում մատնություն գրողները Հայաստանի քաղաքական կյանքում տեղ չունեն։ Էկոնոմիկայի նախարարը սակայն իր մեղադրանքների մեջ ոչ մի կոնկրետ անուն չի տալիս, նաև չի նշում, թե արդյոք հստակ փաստեր ունի իր պնդմամբ դանոս գրողների մասին։